5 Եվ եղավ, որ Արտաշես թագավորի 20-րդ տարվա Նիսան ամսին նրա առջև գինի էր դրված, եւ ես վերցրի գինին ու տվի թագավորին, եւ նրա ներկայությամբ տխուր չէի եղել երբևէ։ Ուստի թագավորն ինձ ասաց. Ինչու է քո դեմքը պտտում, եւ դու հիվանդ չես։ Սա ոչ այլ ինչ է, քան մի սրտի ցավ, սաստիկ վախեցա։ Եվ ասացի թագավորին. Արքա, հավիտյան կենաս, ինչպես չտրտնի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքն ավերակ է, եւ նրա դարպասները կրակով այրված են։ Թագավորն ինձ ասաց. Ինչ է քո խնդրանքը։ Ես աղոթեցի երկրքի Աստծուն եւ ասացի թագավորին. Եթե թագավորին հաճելի է, եթե ծառատ շնորհ է գտել քո առջև, ինձ ուղարկի Հրեաստան, իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես վերաշինեմ այն։ People in your church, do they think, how important do they think praying and planning are? Ձեր եկեղեցու ժողովրդին ինչ են մտածում աղոթքի եւ պլանավորման կարեւորության մասին։ Some people think we should only pray and never plan. Մարդիկ կան, որ մտածում են pray and not plan, մտածում են պիտի աղոթենք, բայց պլանավորելը կարևոր չէ։ Some people think if we plan well, we won't have to pray. Որոշները մտածում են, որ եթե լավ պլաններ գծենք, աղոթքի կարիք չկա։ Why are praying and planning both important? Ինչու How են do they each other? Ինչու են աղոթքը եւ պլանավորումը երկուսն էլ կարևոր եւ ինչպես են լրացնում մեկը մյուսին։ Հարցեր։ I don't know about our people exactly, Okay. but our pastors think about praying and planning Okay. for Okay. people. Մեր հովիվները երկուսին էլ հավասարաչափ կարևորություն են տալիս։ What can happen if you just pray and don't plan, or if you just plan and don't pray? Ինչ կարա տեղ ունենա, երբ միայն պլանավորես ու չաղոթես եւ հակառակը, հա։ Աղոթես ու չպլանավորես։ Եթե չաղոթես պլանավորես, ոնց որ ցես տալի որ ոչ մեկից կախված չես։ Իսկ դու ես որոշում, քո այսինքն sense ասած քո մեջ ես տեսնում հաջողությունը ամեն բան քո մեջ ես տեսնում։ If you plan only, you sort of showing that you're not dependent on anyone, like you can achieve success on your own. Բանը ես որ չեմ աղոթում օրինակ ու դժվարանում պլանավորում անում եմ չի լինում։ When I'm not praying, when I'm doing planning only, either nothing happens or things happen, but very poorly. No, when I pray though, it's good. It's good, and even if things are not good, I feel peace in the midst of that. I think one of the things we have to remember about praying is that prayer is a deliberate recognition of how dependent we are on God. Աղոթքի մասին մի բան որ պիտի հիշենք, դա միտումն է, որ գիտակցում են, թե ինչքան են կախված Աստծուց։ And in that process of admitting how dependent we are on Him, He transforms us. Այդ խոստովանության մեջ այն բանի թե ինչքան են կախված նրանից, Աստված վերափոխում է մեզ։ The best ideas that have ever come into my head came either during prayer or not long after I finished praying about something. Լավագույն գաղափարները, որ ես երբևէ ունեցել եմ, եկել է կամ աղոթքի ժամանակ, կամ աղոթքից անմիջապես հետո։ Or when I prayed and then talked with my wife. Կամ երբ որ աղոթել եմ, հետո կնոջս հետ եմ խոսել այդ ժամանակ։ If you look at Nehemiah 1:1 and 2:1, as Stephen mentioned, there's been 3 to 4 months that have passed because the first one here, the first month that's mentioned would have been November, December in our calendars. Եվ ինչպես Ստիվենը ասաց, Նեհեմիայի աղոթքից մինչև թագավորը հետ խոսալը 3-4 ամիս անցավ, հա, որովհետև այն ամիսը որ նշված է այստեղ համապատասխանում է մեր նոյեմբեր-դեկտեմբերին։ And the month that's mentioned in chapter 2 verse 1 would have been March or April.
Իսկ այն ամիսը որ նշված է երկրորդ գլխում դա կլիներ մարտ-ապրիլ։ When you look at what Nehemiah does in chapter 2, Երբ նայում ենք թե ինչ անում Նեհեմիան երկրորդ գլխում, what do you think he was doing during those 3 to 4 months? ինչ է կարծում, ինչով էր նա զբաղված այդ 3-ից 4 ամսում։ Prayer, Praying a lot. աղոթում էր լիքը։ Only praying? Միայն աղոթում էր։ No. Ծոմ պահել։ Ինչ արեց? Ծոմ։ Fasting, fasting as well. Only prayer and fasting. Միայն ծոմ եւ աղոթք։ I think it was trying to find some way to start to talk to God and Okay. king. Փորձում էր ինչ-որ ձև գտնել, որ թագավորի հետ խոսի։ And later he asked for letters of the governors Հետո նա խնդրում է որ նամակներ տրվի, հա, in all the territories who have to pass through. այն բոլոր տարածքի կառավարիչներին, որտեղով պիտի And անցներ։ that just came to him while he was praying all those names, right? Այն դա է իր մոտ այդ գաղափարը եկավ աղոթքի ժամանակ, չէ՞։ God just said, you need a letter for this one, this one, this one. You think that's Աստծո how it happened? ասաց, այս նամակներն է քեզ պետք։ Արդյոք այդ կերպով դա եղավ։ Where is he? Mark, where is he located again? Որտեղ էր նա այդ ժամանակ։ The palace. Ah, Թագավորի մոտ։ where are the archives Archon. and the official statistics of the empire located? Որտեղ են արխիվները, թագավորի այդ In the փաստաթղթերը, palace. Uh-huh. հենց արքունիքում։ So, okay, Պալատում։ and his task did not require that he be right by the king every moment. Իր գործը այնպես չէր, հա, որ պիտի He ամեն only վարքյան ate 3 թագավորի or 4 times a day. հետ լիներ, թագավորը 3-4 անգամ էր օրը հաց ուտում։ And even when it says, I was the cupbearer for the king, Երբ ասում է որ ես մատրվակն էի թագավորի, the wording that's used in Hebrews means I was one of the cupbearers of the king. Եբրայերեն իրականում նկատի ունի, որ ես մատրվակներից մեկն էի։ Very often they worked in shifts. There was more than one. Շատ հաճախ իրենք հերթափոխներով են աշխատում, որտեղ մեկից ավելի մատրվակ Why? կար։ Ինչու՞։ It's harder that it's easy to corrupt one cupbearer. It's hard to corrupt multiple cupbearers. Հեշտ է, հա, որ կոռումպացվի մի հոգին, բայց եթե մի And the քանիսն են health of the գործը king was դժվար է։ dependent upon these people. Թագավորի առողջությունը ուղիղ կերպով կախված էր այս He մարդկանցից։ probably has time to do some research. Find out what letters do I need. He even knows the name of the guy that's in charge of the forest. Նեհեմիան ժամանակ ունի հանելու հետազոտություն, հա, նույնիսկ գիտի թե ով է պատասխանատու անտառների համար։ And it's almost like he was in Yerevan and these people were in Poland. These people, the governors, The governors, the ones he knows, he finds out about, were 2 to 3 months away from him in terms of այս distance. մարդիկ շատ հեռու են գտնվում իրենց, սա պատկերացրեք ինքը Երևանում է, իսկ կառավարիչները Լեհաստանում են։ Now the king and his administrators would have had a list of who all is ruling over this section. Թագավորը եւ իր կառավարիչները իհարկե ունեն այդ ցուցակը, թե ով որտեղ է ղեկավարում։ So he's done some research. Անում է որոշ հետազոտություն ինքը։ I also think that because that's exactly what he does when he gets to Jerusalem. Ինչու եմ սա մտածում, որտեղ նա անում է նույն բանը, երբ որ գալիս է He goes out and Երուսաղեմ, does research about the wall and then calls them to action. հետազոտություն է անում, պատի հետ կապված, Պարիսպի հետ կապված, հետո արդեն սկսում է գործը։ Now in verse 2, what's the king notice about his face? Երկրորդ համարում ինչ է նկատում թագավորը իր դեմքի մասին, իր երեսի մասին։ Դարձյալ դեպքա։ It's sad. Okay, this is probably not the first time he's been in the king's presence in the last 4 months. Սա առաջի անգամը չէր երևի, որ նա թագավորի ներկայության մեջ էր, հա, այս վերջի 4 ամսում։ And the general rule in the Persian Empire was you don't look sad in the presence of the king. Եվ կանոնը հետևյալն էր պարսկական կայսրությունում, որ թագավորի ներկայությամբ դու չպիտի լինես տխուր, Because if the people around the king look sad, որովհետև եթե թագավորի շրջապատի մարդիկ են the տխուր, king is a bad king. թագավորը վատ թագավոր է։ So they were expected to have, the American smile, Ոստի or at least a nice face. ամերիկյան ժպիտ էր պահանջվում իրանից կամ գոնե նորմալ դեմք էլ լինեին Now, ունենային։ I don't think he deliberately did a sad face.
չեմ կարծում, որ տենց միտումնավոր տխուր դեմք ընդունեց։ I think he's prayed so long about this that he can't hide it. It's there on his face. Այնքան է աղոթել հա այս կարիքի համար, սրա մեջ եղել, որ չէր կարող ուղղակի թաքցնել այլևս։ And did you notice the king says, and you're not sick? Օ, դες թակավոր նկատում է, ասում է հիվանդ էլ չես ախր։ What does the king say about this kind of sadness? Ինչ է տեսնում թակավորը, ինչ է ասում, հա, երկրորդ համարում տխրության մասին, երկրորդ խոսքում նայեք։ Pain of heart. Okay. Think it's just accidental that the king notices it's a pain of the Ինչ է կարծում ուղղակի պատահական է, որ թակավորը նկատում է այս սրտի ցավը։ I think probably God is opening the king's eyes. Կարծում եմ ներողություն Աստված բացում է թակավորի աչքերը։ And in verse 2, Nehemiah is so glad that the king notices this, right? Եվ երկրորդ խոսքում which verse? Verse 2. Երկրորդ հատվածում Նեհեմիան այնքան ուրախ է, որ թակավորը նկատում է։ Վախեցած է։ In English it says overwhelmed with fear. This is a great fear. Ասում է որ վախով պարուրված են, այսինքն մեծ վախ է։ Why do you think he's afraid? Ինչից He's been վախեցած։ praying for this opportunity. Նա աղոթում էր այս հնարավորության համար 4 ամիս արդեն։ Remember the end of 11? Հիշում եք չէ Give me 11-րդ favor in համարը։ the eyes of this man. Այս մարդու աչքում ինձ բարեհաճություն տուր։ God is answering his prayer and he's scared. Աստված պատասխանում է իր աղոթքին եւ նա վախեցած է։ Why? Ինչու։ There's a saying in English, no risks, no reward. Անգլերենում ասում ենք որ չկա ռիսկ, չկա վարձատրություն։ I would put it this way. In ministry, no risk, no reward. Ծառայության մեջ եթե կրկին չկա ռիսկ, չկա վարձատրություն։ If you want life without risk, don't participate in ministry. Եթե ուզում ես առանց ռիսկի կյանք, ծառայության մեջ մի եղի։ Every time you're starting to talk with a lost person, there's a risk. Ամեն անգամ անհավատի կորած մարդու հետ խոսալուց ռիսկ կա։ You don't know how that person will respond. Չգիտես թե ինչ պատասխան կտանա։ Every time you propose a new idea for youth ministry, Այնա գաղափար ես տալիս երիտասարդաց ծառայության համար։ you don't know. Չգիտես Will the Holy Trinity here? այստեղ է Սուրբ Ike and Երրորդությունը, David and Hobdan, չէ Դավիթը Հայկը Հովնանը։ will they say that's great, or will they say, oh, we made him youth leader? Արդյոք կասեն ընտիր գաղափարը թե տսենց կանենք ասեն խի դարձրինք ծառայող։ Whether in ministry or even in the ministry of parenting, there's always risk. Ծառայության մեջ եւ նույնիսկ ծնող լինելը որ ծառայությունը այդտեղ էլ ռիսկ կա։ This opportunity, but if he takes advantage of it and the king doesn't like what he says, he's done. Որովհետեւ նա աղոթում էր սրա համար, հա, բայց եթե նա օգտագործի այս հնարավորությունը եւ թակավորին դուր չգա իր ասածը, իր վերջը եկել է։ Minimum he could lose his position, maximum he could lose his life. Ամենաքիչը կարող էր կորցնել իր պաշտոնը եւ նույնիսկ կարող էր կորցնել իր կյանքը։ No matter how well we prepare for the moment that God opens a door, there's always a little bit of fear and a little bit of nervousness when we have to walk through that door. Ինչքան էլ լավ պատրաստված լինենք, երբ Աստված բացում է դուռը, որոշ ռիսկ եւ անհանգստություն կա, երբ պիտի քայլենք այդ դռնով։ And what does he do? Եվ ինչ է անում նա այդ բանին։ Չի վախենում։ He's not afraid anymore. If you look at the end of verse 4. Եթե նայեք 4-րդ համարի վերջը։ Աղոթեց։ Ասում է որն է քո խնդրանքը, հետաքրքիր որ Նեհեմիան միանգամից չի ասում խնդրանքը, որ նա էլի նորից աղոթքով կպտում է վերև։ It's interesting that he doesn't immediately say what his request is, but he connects with the above, with God. Wi-Fi-ը միացնում է։ Like the Wi-Fi connection with the heaven. But now in verse 3, he uses some really nice sounding words relating to the king. Երրորդ համարում նա օգտագործում սիրուն բառեր արքային դիմելու։ May the king live forever. Հավիտյան ապրիր արքա։ Now that was a typical wording when you come to the king with a request.
Դա տիպիկ արտահայտություններ, հա, մոտենում ես ինչ որ խնդրանքով թագավորին։ It was just it was something that you should always say. Մի Any բան է, person որ who came would have said something like this. պիտի միշտ ասես թագավորին։ Ցանկացած մեկը հավ մոտենար, այսպեսի բան պիտի ասի։ So he may be just using the appropriate approach to the king. Ոստի ճիշտ մոտեցում էր ուղղակի ցույց տալիս թագավորին։ But it's evident in verse 4 that upon hearing those words the king knew, oh, he wants something. Բայց արդեն տեսնում ենք, որ երբ այս խոսքերը օգտագործում է թագավորը գիտեր, որ ինչ որ բան ուզում է։ You say, may the king live forever, and then you go, could I please have? Այսինքն միշտ այդպես էր, էլի, որ ասում ես, արքա Հավիտյան ապրիր, դրանից հետո կլինի այս ինչ բանը։ You know, little kids come and they say, oh, mama, I love you. Շա And you բջորախ know, գալսան։ what do they want? Մամ շատ եմ սիրում, քեզ մի անգամ չգոհ But ես, he ուզածդ is ինչա։ showing the due respect. He's doing the formalities. Միևնույնն է, նա ցույց է տալիս հարգանք, ֆորմալ մասը անում I է։ don't think he's manipulating the king. He's just Չի մանիպուլացնում թագավորին, ուղղակի օգտագործում է ճիշտ բառերը, որը որ պետք է։ Սի նաև լավ օրինակ է, որ մարդը թագավորին ոնց որ հարգում է, էլի, ոնց որ նոր կտականում է, մենք ասած պետք է հարգենք, աղոթենք, իսկ այդ թագավոր իշխանության բանն է, էլի, This is also a good example of showing respect to leaders, which is also commanded in the New Testament. Right. Yeah, he knows he has a commission from God, but he's still respectful to the king. Գիտի որ նա գործ ունի Աստծոց, հա, բայց միևնույնն է I think there is a good lesson. հարգանքը ցույց տալիս արքայի նկատմամբ։ And how does he explain the sadness of his face to the king? Ինչպես է բացատրում իր տրտմությունը թագավորին։ Շատ սրտաճնլիկ սենսացիա։ In a deeply emotional matter, I think he wept before the king. It's very interesting. He does not use the word Jerusalem. Չի օգտագործում Երուսաղեմ բառը, հետաքրքիր է։ He says the city where my ancestors are buried. Ասում է այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախնիները։ Now, in Armenia, are ancestors and where they're buried important to Armenians? Արդյոք մեր մոտ կարևոր Հայաստանում Graves of their ancestors. կարևորը նախնիների գերեզմանը։ Հայաստանը բանը առաջին գերեզմանա պաշտն է, This is Google-ում խփեք վերում է։ Okay, yeah. In Poland, on the 30, on the evening of the 31st and on the 1st, they take tons of candles many candles to the graveyards, and they place them, and you see this glow, this light from every graveyard. Լեհաստանում այդպես սովորություն կա, տանում են լիքը մոմեր են դնում, հա, հենց գերեզմանների մոտ լուսավորում է շատ If you սիրուն։ say the city of my ancestors, I mean, this Persian king is going, oh, that's a big deal. Եթե ասում ես իմ նախնիների քաղաքը, թագավորը զգում է կարևորությունը։ Ասա գերեզմաններ կա մեր մոտ, Թրամփը տենա թազա սպիտակ տունը ռեմոնտ կանի։ There's like cemeteries that if Trump saw them, he would like redesign the White House according to those. Like they're so fancy. Yeah, They're very fancy. And then his second thing he talks about, he says the gates are destroyed by fire. Երկրորդ բանը, this is verse which verse? Verse 3, I'm sorry. Հա, նա խոսում է որ դու դարպասների մասին արվել են։ A city without gates Եվ is a եթե city in danger. դարպասներ չկա մի քաղաքում, այդ քաղաքը վտանգի մեջ է։ Walls are no good without gates. Եթե պատեր կան առանց դարպասների, If you օգուտ have an չկա apartment դրանցից։ that you have no doors, Եթե your ունես stuff տուն, բայց could be stolen at any time. դուր չունես, տունը դուր չունի, ցանկացած սպայի կարող են գողություն անել And so այդտեղից։ he's expressing his pain, but he's also expressing it in a way that the king would identify with. Նա ներկայացնում No էր gates, city of the ancestors, this is bad. իր ցավը այն կերպով, որ թագավորը նույնպես կարող է զգալ դա, այդ ցավը։ It's a way of adapting communication so to increase the probability that the other person will understand. Կոչվում է ադապտիվ կոմունիկացիա, հա, արտահայտել քո մտքերը այն կերպով, որ դիմացինդ կարողանա He's ամբողջն not հասկանալ։ manipulating, he's just an effective communicator at this
point, It's, and communicating emotion as Mhm. well. Սա մանիպուլյացիայից տարբերվում է, հա, ուղղակի էֆեկտիվ կերպով կարողանում ես փոխանցել քո ասելիքը։ He prays and he answers the king in 4 and 5. Աղոթքից հետո նա պատասխանում է թագավորին 4 եւ 5-րդ համարներում։ Okay, so he stopped and he did a Hovnan prayer and prayed 7.5 minutes and then answered the king. Կանգնած աղոթեց Հովնանի աղոթքով 7.5 րոպե, այնուհետև պատասխանեց թագավորին։ I liked what one author said. He said the reason he could pray this short prayer in chapter 2 is because he had prayed the long prayers of chapter 1. Այն պատճառը թե ինչու նա կարողացավ այս կարճ աղոթքը անել, իր երկար աղոթքներն էին առաջի գլխի։ It wasn't the first time he prayed. Առաջի անգամ չէր որ նա It's already աղոթում the second prayer in 2 chapters. էր։ Երկրորդ աղոթքն է սա արդեն այս երկու գլուխների մեջ։ I think it's also an example for us. We're entering a circumstance. We don't have time to stop and go somewhere and pray. We just need to quickly, in our mind, cry out to God. Սա օրինակ է նույնպես մեզ համար, հա, իրավիճակներ կան, չեն կարող գնալ, առանձնանալ աղոթել, չէ, ուղղակի մտքի մեջ պիտի դիմել Աստծուն արագ։ When the king asks, "What is your request?" Երբ Աստված հարցնում է ինչ է ուզածդ, he has to answer. պիտի պատասխան տա։ And in verse 5, is his answer very specific or pretty general? 5-րդ համարում ինչպիսին է իր պատասխանը, կոնկրետ թե ընդհանրական։ Ներմիայի պատասխանը։ And what are the details? Okay, there's some specific things in there. Որոշ կոնկրետություն կա այնտեղ։ Send me to Ուղարկիր ինձ to where? որտեղ։ Հայրերի գերեզմատար։ Where my ancestors are buried, the city։ I'm going to this province in your kingdom, Գնալու եմ քո թագավորության այսինչ նահանգը, and I want you to let me go. ուզում եմ թույլ տաս որ գնամ And I want to իհարկե, go to this specific city, ուզում եմ գնալ կոնկրետ այս քաղաքը, and what I want to do there. եւ ինչ եմ ուզում անել այնտեղ։ Rebuild it։ It's very interesting. Շատ He հետաքրքիր է։ doesn't say rebuild the walls. Չի ասում Պարիսպը He կառուցել, says rebuild the city. ասում կառուցել քաղաք, շինեմ քաղաքը։ If he had only said the walls, Եթե ասեր միայն Պարիսպը, when the wall was finished, the king could have said, "Come on back home." երբ Պարիսպը վերջացներ, կասեր թագավորը կարող էր հանգիստ The ասել հետ wording արի։ here, in use in that time, rebuild the city means restore it to full functioning. Քաղաքը վերակառուցել նշանակում էր ամբողջությամբ ֆունկցիոնալ վիճակի բերել։ Set up all the structures that are needed for this to be a fully functioning city. Բոլոր կառույցները հաստատել You have այնտեղ, to have a որ wall. ամբողջական քաղաք լիներ, You have to գործող։ have gatekeepers. Դիոնալու Պարիսպ, հա, այդ Պարիսպները վայս նաև պիտի ունենան պարտիզպան, You have to մարդիկ set up ովքեր the system of who's going to watch the storehouses where they gathered in the temple, where they gathered food and stuff. պիտի պահոցների վրա ինչ որ մեկը լիներ, հա, իրենց He has to make sure they're ready to function as a people in this restored city. վստահ պետք է լիներ նա, որպես այս մարդիկ կարող են լրիվ ամբողջությամբ գործել վերակառուցված Because of his քաղաքում։ words here, I think, like many other commentators, that he had a much bigger plan in mind than just go fix the wall. Այս խոսքերի պատճառով ես, ինչպես նաև շատ մեկնաբաններ կարծում ենք, որ նա շատ ավելի մեծ պլան ուներ, քան միայն պատերը շինելը։ He wanted to have a whole new set up city where the Jews could come and they could worship, and that city could influence all of the province. Ուզում էր լրիվ նոր քաղաք ունենալ, որտեղ հрьяաները կարող էին երկրպագել եւ այն ազդեցություն կունենար ամբողջ նահանգի վրա։ Ինչ ասում Հրեաստան, Երուսաղեմ չի ասում։ Why is he saying Judea and not Jerusalem specifically? Judea was the province, Jerusalem was the city. Հուդան նահանգներ, Երուսաղեմը քաղաքը։ Այս Հրեաստանը Հուդան է։ Հա։ Ինչի Հուդա չի ասում, Հրեաստանը ասում։ Why doesn't he say Judah? Why doesn't it say In Armenian there's two words. The one is Judah, the other is like Hreastan, it's called. Okay.
ոնց որ հայերենում այդ երկու բառերը կա։ Իրանց մոտ Ջուդա է ամենը։ Հնդկաստանը նույնն է։ Հա, The same, լրիվ they are նույնն the է։ same. Judah and Judah is one of the 12 sons, and Uh-huh. Judah was also the name of this province. Ոնց որ 12 որդիներից մեկն է Հակոբի, ում But անունով է in այս his language, նահանգը։ the word Judah was from the word Jew or Jewish. Հուդան հրեա բառի արմատից է գալիս իրենց լեզվով, էլի իհարկե։ Some think he didn't mention the name Jerusalem because it would have been associated with the kingdom of the Jews. Չի նշում Երուսաղեմ քաղաքը, որովհետև այն կասոցացվեր հրեաների թագավորության հետ։ Maybe yes, maybe no. I don't know on that one. But I know Concrete he's չգիտեմ։ giving him a specific geographical location. Բայց գիտեմ, որ նա իրենց տալիս է կոնկրետ աշխարհագրական տարածք տեղ։ Okay, let's read 6 through 11. Կարդանք 6-ից 11-ը։ Եվ ինձ ասաց թագավորը, եւ թագուհին նստած էր նրա կողքին։ Մինչև որքան կտևի 11-ը։ քո գնալը եւ երբ կվերադառնաս։ Այսպես թագավորը բարեհաճեց ինձ ուղարկել եւ ես նրան ժամկետ տվեցի։ Ասացի թագավորին. Եթե թագավորը բարեհաճի ինձ ուղարկել, թող ինձ գետի այն կողմը իշխանավորներին ուղարկած նամակներ տվեն, որ ինձ անցկացնեմ մինչև հասնեմ Հրեաստան։ Մինչև որ ամառը։ Ներառյալ 11 included or just 10? Just in the PDF is just 10. Ինձ թվում է Մինչև 10-ը։ Ասացի թագավորին, ասացի թագավորին, եթե թագավոր բարեհաճի ինձ ուղարկել, թող ինձ գետի այն կողմում իշխաններին ուղարկված նամակներ տրվեն, որ ինձ անցկացնեմ մինչև հասնեմ Հրեաստան, եւ մի նամակ ուղված Հարքոնի անտառապահ Հասաբին, որ ինձ շինափայտ տա Աստծո տան աշտարակի դռները ծածկելու համար եւ այն տան համար, որ ես պիտի գնամ։ Եվ թագավորը շնորհեց ինձ, որովհետեւ Աստծո բարի ձեռքն ինձ վրա էր։ Եվ ես գետի այն կողմում իշխանների մոտ եւ թագավորի նամակներ նրանց տվեցի, այդ թագավորն ինձ հետ զորապետներ եւ պետիարներ էր ուղարկել։ Երբ Սանաբաղատ որոնցին եւ ամոնացի Տուփիա ծառան լսեցի, չափազանց սրտնեղեցի, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարիքը որոնելու։ Excuse me. In verse 5, the king asks what Nehemiah wants to do, and he gives a general request or general response. And then in verses 6 through 10, he gives very specific responses and requests to the king. Why do you think he does this? 5-րդ համարում Նեհեմիան տալիս է ընդհանրական պատասխան թագավորին, թե ինչ է ուզում անի, իսկ 6-ից 10-ում արդեն շատ կոնկրետ կերպով նա ասում է, թե ինչ է ուզում եւ ինչ է պետք դրա համար, ինչու է նա հենց այսպես անում, ինչ է կարծում։ Like So what first he just asks, can I go rebuild the city? But then when they say, what do you need? How do you think, why is it important to note that he can give every single detail of what he needs, down to the wood, the letters? Why is that important? Ինչու է կարևորս բոլոր դետալները, որ տալիս են, հա, թե ինչ տեսակի փայտանյութ է պետք եւ այլն եւ այլն։ Because previously God told Moses how to construct the tabernacle. We were talking about a minute ago, didn't Nehemiah just randomly say, I guess I might need this amount of stuff, right? Ինչը տենց random ուղղակի ասեց, այսքան սրանից է պետք։ Or had he prepared? Թե Was he պատրաստվել էր։ prepared to go and knew exactly what needed to be done? Պատրաստվել էր գնալու համար ու հստակ գիտեր, թե ինչ պետք է արվի այնտեղ։ Հա, ինձ թվում է ուներ սխեմա էլի I մոտը։ think he had a blueprint, he had Blueprint, what ոչ he needed to do։
You have to realize, if you look at the map there, he's traveling, he's gonna travel for 3 or 4 months. Remember, it's a huge empire. 3-4 ամիս ճանապարհորդել է։ Հիշեք թե ինչքան հսկայական թագավորություն է։ That's divided into different provinces. Որ տարբեր նահանգների է բաժանված։ In order to control things in the empire, they have a system worked out. Այդ թագավորության մեջ բաներ ղեկավարելու համար իրենք ունեին համակարգ։ You come from one province to the next province. Գալիս ես մի նահանգից մյուսը, There will be soldiers there. այնտեղ կան զինվորներ, It's almost like a border պատկերացրեք սահմանի մոտ էլ սահման է within a country. And they say, where are you coming from? Where are you going? Who said you could do that? Ո ասում են, հա որտեղից ես գալի, ուր ես գնում եւ ով է քեզ թույլտվություն տվել։ Ինչա։ So he did that so that nobody could stop his plan, basically. And see, in that day, you know, we many times are used to, we can hop in a car, we can go up to Sivan. Շատ հաճախ սովորենք, չէ՞, ասենք նստենք ավտոն գնանք Սևան, խնդիր չկա դրա մեջ։ If you were Persian, you could travel that way across the Persian Empire. Եթե պարսիկ ես ընդհանրենք, դու կարաս այդ կերպով գնաս If որտեղ you're ուզես։ from a minority group, a Jewish group, Բայց եթե փոքրամասնության ես պատկանում, You could օրինակ live հրեա ես, in your area, no problem. քո տարածքում, քո նահանգում կարող ես առանց But խնդիր moving ապրել, from one area to another, you needed papers. բայց մի տեղից մյուս տեղ գնալու համար քեզ թղթեր էին պետք։ So he has to have these papers. Հենց դրա համար է նրան պետք է ամբողջ թղթաբանությունը։ If you notice at the end of verse 8. Եթե ուշադիր եղաք 8-րդ համարի վերջում, After Nehemiah has laid out his plan, and he says, I need these letters, I need these specific things, this amount of wood, this permission, what happens? երբ Նեհեմիան նկարագրում է, որ ինձ պետք են այս բաները, այս քամփայտ եւ այլն, ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Թագավորը շնորհեց։ It says the king granted my request because the gracious hand of God was on me. Exactly. So was it just that the king felt nice towards him, or was it because God was in control? Այսինքն արդյոք դա ուղղակի նրանց է, որ թագավորը տենց լավ էր տրամադրված իր հանդեպ, թե Աստծո գործն է։ Համարի վերջում պատճառը ասում է։ I mean it specifies in the Yeah. verse itself, so. I think it's important in Ezra and Nehemiah, that is a phrase that is repeated many times. The gracious hand of the Lord was upon me. Սա մի խոսք է, որ Եզրասում Նեհեմիայում շատ անգամ է կրկնվում, Աստծո բարի ձեռքը ինձ վրա էր։ And so Nehemiah didn't just dream up this plan by himself. He didn't just make all of these plans and say, all right, now I'm going to do my best and hope that everything goes well. Ոստնի Նեհեմիան նենց չէր, որ այս ծրագրերը իրանով էր գծել, հետո լասում դե լավ փորձեմ, լավագույնս անեմ, տեսնենք ինչ կլինի։ Since the very beginning that we've seen in chapter 1, what is he doing repeatedly? Առաջին գլխի առաջին համարից սկսած շարունակաբար ինչ է անում նա։ He's relying on God and trusting God, and therefore seeing things happen because God is the one opening the doors. Նա հենվում է Աստծո վրա, վստահում է Աստծուն ու իր մոտ ստացվում է շատ բաներ, որտեղ Աստված է բացում դռներ իր համար։ We mentioned this earlier, but often when we make plans, do we start by trusting in God and that God will open the doors, or do we try to open the doors ourselves? Կրկին, երբ մենք փորձում ենք ինչ-որ պլաններ գծել, արդյոք մենք ենք գծում դրանք եւ հետո ուղղակի վստահում, որ Աստված դռներ կբացի։ Yes? Yeah, this is a question. Արել ենք, անում ենք։ Yes, we do that. Yeah. That happens. Why do we try to open the doors ourselves or try to do it in our strength? Ինչու է երբեմն լինում, որ մենք փորձում ենք դռները մեր ուժով բացել։ Բրյուս Լինի դերն է։ We feel like Bruce Lee. What do you think the outcome would have been if Nehemiah had not spent 3 months in prayer? If Nehemiah had not listened to what God had said, but instead had just relied on his strength and went before the king? Ինչ կլիներ, եթե Նեհեմիան իր ուժին վստահեր, այսինքն 3 ամիս չանցկացներ Աստծո ներկայության մեջ,
Ուղղակի իր ծրագիրը գծեր գնար թագավորի մոտ։ Ինչ կլիներ այդ դեպքում։ The verse 8 would have been different. I think it would be something Positively or different. negatively? Դրական թե բացասական, but yeah, negatively obviously. So we see this is a truth in the life of Nehemiah. Տեսնում ենք այս ճշմարտությունը Նեհեմիայի կյանքում։ It was not by Nehemiah's strength, it was not by his persuasive words, it was not by his power. Նա ասում է, որ սա իմ զորությամբ, իմ համոզիչ խոսքերով չէր այս ամեն ինչը։ It was all by the hand of God. Աստծո ձեռքն էր։ Proverbs 21:1 tells us that God controls the hearts of kings. Առակաց 21:1-ը, որ ասում է Աստված թագավորի սիրտը Աստծո ձեռքերում է։ Do you believe that what happened for Nehemiah can still happen today? Արդյոք հավատում եք, որ այնինչ տեղի ունեցավ Նեհեմիայի հետ, այսօր էլ կարող է տեղի ունենալ։ Of course. If we didn't believe, we wouldn't be here. That's very good. Yes. But here's a question though. But how often do we actually trust in that? It's one thing to know it and believe it, but it's another thing to apply it. Բայց կիրառում ենք արդյոք դա որտեղ ուրիշ մի բան է, հա, հավատալ, իմանալ, բայց մյուս բանը կիրառելը։ Are we afraid to pray seemingly impossible prayers because we don't trust God to actually move on the hearts of kings and powerful people? Արդյոք մենք վախենում ենք աղոթել, հա, այսպես անհնար թվացող աղոթներ, որտեղ չենք հավատում, որ Աստված կարող է շարժվել նաև թագավորների, նախագահների սրտերում։ In Poland, Not me. we had a I'm not good afraid. hard lesson relating to this. Լեհաստանում մի բարդ դաս առանք սրա հետ կապված այս թեմայով։ We submitted documents that would give us the permission to live there temporarily. Մենք փաստաթղթերը տվեցինք, որ թույլատվություն կտար այնտեղից դուրս գալ։ 3 years did nothing. 3 տարի այդ բյուրոկրատները ոչ մի բան չարեցին։ No rejection, nothing. Չեն էլ մերժում նույնիսկ ոչ մի բան։ And we tried with one lawyer, with a second lawyer, with a third lawyer. Առաջ մի 2-3 փաստաբանի հետ փորձեցինք անել։ We moved to a new city. Նոր քաղաք գնացինք։ I was so frustrated. Այնքան հիասթափված էի սրանից։ Lori's documents they sent on and hers got processed. Լորի փաստաթղթերը ուղարկեցին, հա, այդ գործի մեջ էր արդեն։ But I reached a point at which I realized two things. Բայց ես մի կետի ասա, որտեղ երկու բան գիտակցեցի։ Three things. One, 3 բան։ bureaucrats were playing games with me. Առաջին բյուրոկրատները խաղ են խաղում իմ հետ։ They didn't plan on giving me permission to live in their country. Իրենք չէին ուզում թույլատվություն տալ, որ ես ապրեմ իրենց Nothing I could do երկրում, about it. եւ ոչ մի բան չէի կարող անել։ There was Անզոր է։ nobody I could call. Մարդ չկար ում կարող եմ There was զանգեմ, no document I could file. չկար ինչ որ հաստատուղթ, որ կարող եմ ուղարկել, ուղղակի խրված էր։ I absolutely hated that fact. Օ, այս փաստ, ես ատում եի այս փաստը։ I was so upset inside. Այնքան բարկացած էին արսում։ And then it was like the Lord said, Հետո Աստված ասաց. am I not big enough to resolve this? Արդյոք ես մեծ չեմ բավականին, որ կարողանամ լուծեմ այս հարցը։ Stop looking for new tactics. Դադար էր նոր տակտիկաներ փնտրել։ Just pray Ուղղակի աղոթիր, and leave it in my hands. թող իմ ձեռքերում։ 2 weeks later, my documents got sent to our city and I should have my car next week. 2 շաբաթ հետո փաստաթղթերից ուղարկեցին մեր քաղաք ու քարտը ստանալու եմ in a month։ In another week I should. Այս շաբաթ, մի շաբաթից ստանալու եմ։ It was like God said, remember who is who. Ոնց որ թե Աստված ասեր հիմա Do everything հիշում ես that's on ով you, ով է։ Արա ամենը ինչ որ կարող ես, but just chill, just calm down. բայց հանգիստ տեղի, I'll հանգիստ take care մնա։ of it. Հոգ կտանեմ։ Միան այս վերջերս դասախոսը էլը որ եկել է, գնացել ենք միասին հաց ուտելու եւ ես Մարտուն ենք ու էլը ու եթե ճիշտ եմ հիշում, դասախոսան դոկտոր էլը ասեց սրա հետ կապված, ոնց որ դենը հիմա ինչերի միջով անցնում ու անկեղծ ինձ հետաքրքիր է, բան ասեց փաստաբանների հետ, դատեր եւ այլ եւ այլ։ Ինձ էլ այդ բան հետաքրքիր էր, ինչ էր վերջ
չլինելու, բայց դերից չէի դες որտեղից իմանամ պատասխանը իմ ասած ուրախ էր դրա համար, որ ինքը այսքանը հենց նոր ասեց։ Actually, when Brother Al came in September, he was telling about your situation, that you're kind of stuck in this paperwork and everything, and I was wondering what's going to happen, like what ended up, and I'm so glad to hear that it's good now. Well, no, I was praying we'd get kicked out of Poland and have to move to Armenia. So was Noah. So when that happens, like we have this thing called Magharij, that you have to give something when a good thing happens to you. Yeah. Let's try to cover the last two verses and then eat if we can. Եթե կարանք երկու վերջ խոսքնել կարդանք մինչև հաց ուտելը շատ լավ կլինի. Որը 9-10 9 and 10. If we can do that really Եվս եկա գետի այս կողմի իշխանների մոտ եւ թագավորի նամակները նրանց տվեցի։ Արդ թագավորն ինձ հետ զորապետներ եւ հեծյալներ էր ուղարկել, երբ Սանաբաղատ որոնացին եւ Ամոնացի Տուբիա ծառան լսեցին, չափազանց սրտնեղեցին, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարիքը որոնելու։ Why do you think these guys didn't like the fact that Nehemiah arrived? Ինչու այս տղերքին դուր չեր գալիս Նեհեմիայի գալու փաստը։ Got to realize the picture. He arrives with soldiers and with letters. Պատկերացրեք, որ գալիս է զորապետներով ու նամակներով։ And Sanballat and Tobiah, Sanballat is in charge of all of Samaria, which is north of Jerusalem. Tobiah is a minor governor in a section that's just east of Jerusalem. Սանաբաղատը ամբողջ Սամարիայի կառավարիչներ, իսկ Տուբիան ավելի արևելյան մասում փոքր տարածքի վրա էր։ That little province of Judah had been a part of Sanballat's territory earlier. I'm sorry, go ahead. They're Gentiles. They're Gentiles. They're pagans. Իրենք հեթանոս են այս մարդիկ։ That's the reason? I think there's two reasons. Religiously they didn't like Jews. Կարծում եմ երկու պատճառ կա, որ իրենք չեն սիրում հրեաներին, հա, կրոնական պատճառ։ And politically they were losing territory. Ու քաղաքական առումով իրենք տարածք են կորցնում։ They thought like they're going to get stronger and then You can ask the last question. Even at the beginning, before Nehemiah has even started to begin to build the wall, he finds opposition. ամենասկզբում համին ինչ որ նույնիսկ Նեհեմիան սկսում է կառուցել պատը, ընդդիմություն կա նրան։ But does he arrive, see that there's powerful men who do not like him and leave? Այդ ինչ է անում նա, գալիս է, տեսնում է զորավոր մարդկանց, ովքեր չեն հավանում իրեն ու հետ գնում։ What does he do? Ինչ է անում նա։ Հետո ասում չենք ասել Stay at it says later, but yeah, he stays for 3 days. So he, when opposition came, who did he continue to trust? Երբ եկավ այս ընդդիմությունը, ում շարունակեց վստահել։ God. Okay. Often, when we come to our own life in ministry, do you think as you start doing things for God and walking in obedience to God, will there be people who don't like it? Երբ դուք էլ շարժվում եք ձեր կանչվածության մեջ եւ տեսիլքի մեջ, ինչ է կարծում կլինեն մարդիկ, ովքեր կհակառակվեն ձեզ։ Կան արդեն։ There are actually. Okay. Just because someone doesn't like it, or just because someone doesn't like what you're doing, or someone even another church member gets mad because they don't like the way that you do something, or that things are changing, does that mean you need to automatically stop? Երբ ինչ որ մեկին դուր չի գալիս, հա, ինչ որ անում եք կամ նույնիսկ այն ձևը, որ անում եք, օրինակ ինչ որ եկեղեցու անդամը գժվում ձեր վրա, արդյոք պիտի դադարեք դա։ Ոչ։ No. No. Okay.
But a lot of times do we get discouraged just because people don't like us or we That's- face problems? Լինում է չէ որ մենք հուսահատվում ենք դրանից որ մարդկանց դուր չի գալիս մեր արածը կամ խնդիրներ ենք առնչվում։ Մի անգամ վերջի մասը ասես։ Ոնց որ լինում է որ հուսահատում ենք դրանից որ ուղղակի մարդկանց դուր չի գալիս։ Այն ինչ որ մենք անում ենք։ It happens a lot. Yes. Yeah. Noah. And the good part is they fight to the end of the book, but they never succeed. Իրենք շարունակում են կռվել հա մինչև գրքի վերջ, սանաբալատ, yeah, those guys. Yeah. Բայց երբեք հաջողության չեն հասնում, սանաբալատ ենք։ These two become a consistent problem. Chapter 2, chapter 4, chapter 6. Այս երկուսը անընդհատ խնդրեմ են դառնում, երկրորդ, չորրորդ, 6-րդ, 13-րդ գլխում։ But just because they remain a problem, does Nehemiah ever give up? Բայց որ այս խնդրեմը մնում էր արդյոք դա նշանակում որ պետք է Նեհեմիան հանձնվի։ God has called him to something. Աստված կանչել էր նրան ինչ որ He բանի։ knows that God is with him. Գիտի որ Աստված իր հետ է։ Even when it is hard, he remains faithful. Նույնիսկ երբ որ բարդ է նա մնում է հավատարիմ։ I think this is a good lesson for ministry. When you start obeying God, people will not like it. Սա լավ դաս է ծառայության համար, երբ հնազանդում ես Աստծուն, մարդկանց դուրը դա չի գա։ You cannot please God and man at the same time. Չես կարող հաճեսնել եւ մարդուն եւ Աստծուն միևնույն ժամանակ։ Paul mentions this in the beginning of the book of Galatians. Պողոսը սրանց նշում է Գաղատացիների գրքի սկզբում։ But when God gives you a calling and God gives you a vision, you must be obedient. Երբ Աստված տալիս է քեզ տեսիլք եւ կանչվածություն, պիտի լինես հնազանդ։ Even when Hovan doesn't want to listen. Նույնիսկ երբ Հովնանը չի ուզում լսի քեզ։ Now, before we eat, we're going to make you do one more thing. Մինչև հացտելը մի բան էլ պիտի You're անեք։ going to have to answer your 3 questions again. Կրկին այս 3 հարցին ենք Based պատասխանում։ on chapter 2, 1 through 10. Երկրորդ գլխի 1-ից 10 համարների կոնտեքստում այս 3 հարցը կրկին։ What does this passage teach you about God? Ինչ է այս հատվածը սորեցնում What's Աստծո it մասին, teach you about ինչ է people? սորեցնում մարդկանց մասին, And what does it teach you about ինչ է սորեցնում այն ministry? ծառայության մասին։ Okay, so 3 sentences. 3 նախադասություն I learned կրկին։ this about God. Սորեցի սա Աստծո մասին, սա մարդկանց մասին եւ սա ծառայության մասին։ Բայց մենակ 1-ից 10-ի համար That's 1 through 10, 1 through 10. Yeah. Just like you մենակ did. 1-ից 10։ for Ոնց chapter որ one. արեցինք առաջի գլխի։ What did Head. you learn about God? What did you learn about man? What did you learn about ministry? Մարդ, Աստված, մարդ, ծառայություն։ Friday, Noah's going to discuss these with you Եվ ուրբաթ օրը Նոյը քննարկի սա ծեսը։ in Armenia. Հայերենով։ Tell you that you were wrong. Ու կասի որ սխալ եք գրել։ This is just a fun fact too while you're writing. If you notice, he paid for everything too. It wasn't Nehemiah or the Jews. It was the Gentiles. The Persian Empire paid for everything. Հա, քանի գրում եք նաև հետաքրքիր փաստ է, հա գիտակցել որ այս ամեն ինչի համար ոչ Նեհեմիան, ոչ էլ հրեաներն էր վճարել, այլ Պարսից կայսրությունը վճարել ամեն բանի համար։ So even when God calls you to something that seems impossible, He'll provide the funds, even if you don't have them from unexpected sources. He can sometimes give us what we need. Ըստ երբ Աստված մի բան է կանչում, բայց փող չունեք դրա համար, կարող են անսպասելի, կարա դա գա շատ անսպասելի աղբյուրներից։ Yes, for our church building. This is it, right, for the recording. Do what? Oh, is Stop this the still recording. Yeah, we can stop the recording. Ահա, դավ ջան, անջատենք։